Բարի լույս, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում, ձեզ հետ ինչպես միշտ Վրեժ Կիրակոսյան, Անահիտ Կիրակոսյան զինված երջանկության ելևէջներով, որպեսզի փոխանցենք առաջիկա 1 ժամվա ընթացքում ձեզ դրական էներգիա։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, այո, ամեն ինչ ասված է եւ մենք զինված եկել ենք, որպեսզի ձեզ այսօր զինված տրամադրություն տանք։ Իսկ դրա համար կարեւոր է իհարկե արթնանալ եւ լավ երաժշտություն լսել։ Այո, հենց այս պահին առաջարկում ենք վայելել լավ երաժշտություն ու վերադառնալ տաղավար։ Վստահ ենք, որ երաժշտությունը օգնեց ձեզ արթնանալ եւ եթե չեք որոշել դեռևս ինչ պետք է հագնել, ապա լավագույնս այն ձեզ օգնում է մեր ավանդական էջը։ Իդեպ տես Վրեժ, այսօր իմ հագուստի վրա կան ժամացույցներ, այսպիսի դիզայներական աշխատանքի, այնպես որ ժամն է նորաձևության, եկեք քայլենք նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, օրդ բարի եթերում կրկին ես եմ Նաիրա Հարությունյանը եւ մենք քայլելու ենք նորաձևության հետքերով։ Եղանակները արդեն ցրտել են եւ ես առաջարկում եմ այսօր քննարկենք, թե ինչ վերահագուստ կրենք 2025-ի աշնանը։ Գնացինք։ Բաճկոնը ոճի կարևոր տարր։ Ճիշտ ընտրված վերնահագուստը ոչ միայն պաշտպանում է ցրտից, այլև կարող է դառնալ զգեստապահարանի հիմքը կամ վառ շեշտադրումը։ 2025 թվականի աշնանը դիզայներները առաջարկում են բազմաթիվ տարբերակներ, սկսած կոճակով տարբերակներից, փքված ժիլետներ ու կարճ փուվ բաճկոններ։ Կոճակով բաճկոններ այս սեզոնի ամենահիթային մոդելներից են կարճացած բաճկոնները, գոտկատեղում ձգվող կոճակով։ Այս հնարքը հնարավորություն է տալիս ընդգծելու կազմվածքը եւ ստեղծելու կանացի ուրվագիծ, նույնիսկ լայնահավաք վերնահագուստի դեպքում։ Սպորտային շիկ ոճի վերադարձը նորից մոդա է դարձրել բաճկոնները։ Դրանք տարբերվում են սովորական կարճացած փականով, որը չի հասնում գոտկատեղին։ Այն հագնում են գլխով առանց ամբողջական փականի։ Մի այլ բնորոշ առանձնահատկություն է առաջամասի գրպանը, որը գտնվում է փորին։ Պիջակներ եւ երկարավուն բաճկոններ։ Այս սեզոնում պիջակներն ու երկար բաճկոնները լավագույնս համադրվում են ավելի կազմվածքը ընդգծող եւ ուղիղ տիպի ներքնահագուստի հետ, համաչափությունն ու ծավալները հավասարեցնելու համար։ Օրինակ կարելի է դրանք կրել ուղիղ կիսաշրջազգեստերի, ալձևի կիսաշրջազգեստերի, տարբեր տիպի տաբատների հետ, օրինակ կարճացված ուղիղ տաբատներ, պալացո, ինչպես նաեւ ուղիղ կամ լայն ջինսեր։ Outdoor բնության ոճի բաճկոններ։ Հայքինգի արշավի բաճկոնները արդեն մի քանի սեզոն է շարունակում են մնալ մոդայիկ եւ 2025 թվականի աշնանը եւս արդիական են։ Դրանք առանձնանում են զուսպ դիզայնով առանց դեկորատիվ տարրերի, սակայն որպես կանոն ունեն բազմաթիվ ֆունկցիոնալ գրպաններ։ Միշտ ձեր Նաիրա Հարությունյանը։ Մնաք բարով։ Դե ինչ խորհուրդները ստացանք Նաիրայի կողմից եւ ճիշտ ժամանակն է վայելելու լավ երաժշտություն, որից հետո կներկայացնենք մեր այսօրվա հյուրին, մնացեք մեզ հետ, շատ հետաքրքիր թեմա է լինելու։ Եվս մեկ անգամ իհարկե լավ տրամադրություն եւ լավ երաժշտություն, ռիթմիկ գնացինք։ Եվ այսպես վերադարձանք եւ ուրախությամբ ուզում եմ նշել, որ հոկտեմբերի 28-29-ին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի եւ Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ տեղի ունեցավ մշակութային ժառանգության կառավարում եւ պահպանություն խորագրով երկօրյա դասընթաց։ Այս կապակցությամբ այսօր ունենք հրաշալի հյուր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը։ Բարի առավոտ, պարոն Հարությունյան։ Բարի լույս, բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ այս առավոտ ժամանակ եք գտել եւ եկել եք մեր տաղավար հրաշալի նորություններով եւ կցանկանայինք մի քիչ խոսել, հա, ինչ դասընթացների մասին էր խոսքը, որներ նպատակը։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ շնորհակալ եմ այս հնարավորության համար, որը թույլ կտա ներկայացնելու մեր այս աշխատանքը։ Միայն արագորեն նշեմ, որ այս դասընթացը շարունակական բնույթ է կրում եւ մենք իրականացնում ենք այս աշխատանքը արդեն շուրջ 4 տարի Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ, սակայն յուրաքանչյուր դասընթաց ունի իր թեմատիկ առանձնահատկությունը, իր թեմատիկ ընդգրկումը։ Ինչպես նշեցիք, ահա հոկտեմբերի 28-ից 29-ը իրականացվեց մի դասընթաց, որն ուղղված էր առավելապես զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պահպանությանը։ Բանախոսություններով հանդես եկան ինչպես ֆրանսիացի մեր գործընկերները, լեհ մեր գործընկերները, այնպես էլ հայաստանյան տարբեր մասնագետներ, որոնք որոշակի փորձ ունեն այս ոլորտում։ Բոլորն էլ ըստ էության կարևորեցին համապատասխան կառավարման պլանների գոյությունը, դրանց ժամանակ առ ժամանակ վարժանքների միջոցով փորձարկումը, մի խոսքով այս աշխատանքների ուղղությամբ նոր
այսպես այս աշխատանքների նոր լիցք հաղորդելու կարևորությունը։ Իսկ ինչպես են ընտրվում, ովքեր կարող են ներկա գտնվել, միայն մասնագիտականներ, թե ազատ են ու բաց են դռները։ Սովորաբար այս դասընթացները, ես ընդհանուր առմամբ ասեմ, սովորաբար այս դասընթացները նպատակաուղղված են ժառանգության ոլորտի մասնագետների կարողությունների եւ հմտությունների զարգացմանը, ամրապնդմանը, գիտելիքների հարստացմանը։ Եվ այս դասընթացները մենք անվանում ենք գիտագործնական դասընթացներ, որովհետև սրանք ոչ թե տեսական, այդպես ուղղակի ուսուցողական այդպես բնույթ են կրում, այլ առավել հաճախ, այո, մասնագիտական փորձի փոխանակման սկզբունքով են ընթանում։ Մենք այստեղ անում ենք ժառանգության տարբեր ոլորտների վերականգնողների վերապատրաստման դասընթացներ, անում ենք թանգարանային ոլորտի եւ ավանդապահների, այսպես ասենք, վերապատրաստումներ, այդ թվում նաեւ ընդհանուր արդեն ժառանգության անշարժ եւ շարժական ժառանգության ուղղությամբ ուրեմն անհրաժեշտ վերապատրաստումներ։ Այ վերապատրաստումը մի քիչ ավելի բաց ենք, հա, ինչ էր իրենից հիմնականում բուն ներկայացնում, այսինքն ժառանգության պահապանները, հա, ովքեր որ մեր թանգարաններում եւ նմանատիպ արժեքավոր կենտրոններում աշխատում են, ինչ պետք է սովորեին այս դասընթացից։ Այս դասընթացից առաջին հերթին պետք է սովորեին միջազգային փորձը։ Մենք հյուրընկալել էինք մասնագետների, որոնք աշխատում են այնպիսի թանգարաններում, ինչպիսին են Լուվրը, լեհական կողմը ներկայացնում էր լեհական թագավորության ամենակարևոր, այսպես ասենք, կենտրոնական նշանակություն ունեցող ամրոցի տարհանման պատասխանատուն, մենք տեսանք նաև այլ գործընկերների, որոնք նույնպես ուրեմն ՅՈՒՆԵՍԿՕ-ից ներկայացնում էին իրենց համապատասխան փորձը։ Այս դեպքում դասընթացը ավելի շատ միտված էր միջազգային փորձի մասին ընդհանուր պատկերացում կազմելուն եւ հնարավորության դեպքում նաեւ այն տեղայնացնելու մեր անհրաժեշտ, այսպես ասած, ոլորտների համար։ Այսինքն աղետների անսպասելի եւ սպասելի աղետների դեպքում մշակութային արժեքները ինչպես պետք է տարհանել, ինչպես պետք է պահպանել, հա, առաջնահերթությունները դրանց եւ այո, տեսեք, մենք իհարկե աղետների եւ ռիսկերի կառավարման պլաններ գոյություն ունեն ամբողջ աշխարհում։ Դա ինչպես, այսպես ասենք, շարժական ժառանգությանն է, այսինքն թանգարանային իրերի, այսպես, եթե այդպես ավելի պարզ ասեմ, այնպես էլ անշարժ ժառանգության դեպքում համապատասխան պատրաստվածությունն է։ Դիցուք անշարժ ժառանգության դեպքում որևէ հուշարձանի տարածքում, որտեղ զբոսաշրջային ամենաակտիվ սեզոնին կարող են միաժամանակ լինել մի քանի հազար այցելու։ Հիմա Աստված մի արասցե, եթե մենք ունենում ենք բնական որևէ աղետ, այսպես եկեք ասենք մարդածին եւ բնածին որևէ աղետ, ինչպես պատրաստ լինել այցելուներին տարհանել։ Սա անշարժ ժառանգության ոլորտում համապատասխան աշխատանքները կազմակերպելն է։ Մշակութային արդեն թանգարանային, այսպես իրերի դեպքում կա հատուկ մշակված մեխանիզմ, որով պետք է տարհանվեն անհրաժեշտ իրերը։ Եվ մենք բոլորս ապրում ենք այնպիսի մի ժամանակահատվածում, երբ աղետներին, ռիսկերին պատրաստված լինելը, ավելի լավ պատրաստված լինելը կանխարգելելու է հնարավոր հետագա վնասները։ Ահա դրա համար է, որ մենք փորձում ենք օր առաջ այս վարժանքները, այս դասընթացներն անել։ Ես նշեմ, որ մենք 2023 թվականին շատ մեծ ծավալուն կարելի ասել նաև գործնական վարժանքներ ենք իրականացրել փրկարար ծառայության զինված ուժերի հետ համատեղ։ Օրինակ մենք Հայոց ազգագրության թանգարանում, Սարդարապատի թանգարանում իրականացրել ենք անհրաժեշտ, այսպես ասած, կահավորումներով իրականացրել ենք հրդեհի իմիտացիա եւ արտակարգ իրավիճակների փրկարար, այսպես, ծառայության ներկայացուցիչների, թանգարանային ոլորտի աշխատակիցների հետ միասին կազմակերպել ենք այս թանգարանային մուլյաժների, թույլ տվեք այդպես ասել, այդ իրերի տարհանման ամբողջական մեխանիզմը։ Նույն ձևով մենք իրականացրել ենք Հայաստանի ազգային գրադարանում արդեն ջրհեղեղի, այսպես, իմիտացիա, երբ նկուղներում դիցուք ինչ որ մի պատճառով ջուր էր լցվում եւ պետք էր տարհանել անհրաժեշտ իրերը։ Դարձյալ փրկարար ծառայության գրադարանային ոլորտի մասնակիցների հետ մենք համատեղ իրականացրել ենք այդ տարհանումը։ Կան փուլային տարհանման եղանակներ, երբ օրինակ պատկերացրեք չհամակարգված տարհանման ժամանակ կարող է նույնպես վնասվել իրը։ Այսինքն պատկերացնենք մի թանգարանային իր, որը մենք ուզում ենք տարհանել,
բայց դա չհամակարգված է, մենք կարող ենք այդ ընթացքում վնասել այդ իրը։ Մեծ հաշվով իրը վնասելը արդեն դառնում է նույն համարժեքություն, այո, կորուստը։ Մյուս կողմից նաև ֆրանսիացի մեր գործընկերները շատ հետաքրքիր փորձ մեզ ներկայացրին, երբ տարհանման ժամանակ հաճախ լինում են նաև պատեհապաշտներ, որոնք փորձում են առևանգել այդ իրերը, այդ խոճապային իրավիճակում։ Ուրեմն բազմաշերտ տարհանման մեխանիզմ է գործվում տարածքի ամբողջական, այսպես մեկուսացումով եւ մի քանի շերտ վերահսկումով։ Սա շատ հետաքրքիր փորձ էր, որ մենք պարզապես ուրեմն յուրացրինք եւ ըստ ամենայնի նաեւ առաջիկայում ինքներս դարձյալ այս գործնական վարժանքները կիրականացնենք։ Իրական շատ կարևոր գործ է։ Իհարկե կարևոր է անայդ եւ մենք նախադեպը ունենք, չէ, Արցախում ինչքան մշակութային արժեքներ եւ ժառանգություն թողեցինք եւ չտարհանեցինք, եթե չեմ սխալ։ Այո, մենք այստեղ բուն մեր այս դասընթացի ընթացքում այդ փորձը նույնպես ներկայացրինք, այո, ինչպես պետք էր անել, ինչ դժվարություններ են բախվել այդ տարհանման գործընթացում, ինչ բացթողումներ են եղել, որպեսզի դրանց թույլ տվեք ասել փորձի վրա որոշ դասեր քաղենք, որոշ ուրեմն գիտելիքներ նաև ինչ որ առումով ձևավորենք, բայց մենք նաև ունեցանք նախորդ տարի, եթե հիշեք, Ալավերդի հատվածում մեծ այսպես ջրհեղեղի եւ որոշակի ժամանակահատվածով այդ տարածքը նույնիսկ աղետի գոտի հատկանշվեց որպես, հետեւաբար եթե մենք պատկերացնենք, որ հենց այդ հատվածում լիներ մի որևէ թանգարան, ասենք գետափնյա մի որևէ հատվածում կամ բան, այսինքն առաջնահերթ հայտնվելու էր այդ ռիսկային հատվածում։ Մենք ունենք Հայաստանի հարավում շատ կարևոր ուրեմն թանգարաններ, ասենք Կապանի երկրագիտական թանգարանը, Վայոց ձորում ունենք Գեղեգնաձորի երկրագիտական թանգարանը, որոնք նույնպես կարող են տարբեր ուրեմն այսպես ասենք իրավիճակներում ռիսկերի ենթարկվել, չգիտեմ, աղետների ենթարկվել, այդ թվում նաև բնականաբար Երևանյան թանգարանները։ Շատ բարի, նշեցիք, որ դասընթացները շարունակական են, ոչ միայն այս երկու օրն է, պարզապես թեմաներն են, հա, փոփոխական, ինչ հաջորդականությամբ այդ շարունակականությունը ընթանում, այսինքն ամսվա մեջ 2 օր, թե տարվա։ Ուրեմն մենք դուք ձեր խոսքում իհարկե նշեցիք հոկտեմբերի 28-ից 29-ի մասին, բայց տվյալ դասընթացը մեկնարկել էր հոկտեմբերի 21-ին, եւ մենք փաստացի մեկ շաբաթ անընդմեջ թանգարանային ոլորտի տարբեր մասնագետների հետ համատեղ իրականացրել ենք աղետների, ռիսկերի, ապա նաև զինված հակամարտության ժամանակ հնարավոր այսպես վտանգների դեպքում մշակութային արժեքների տարհանման վերաբերյալ համապատասխան դասընթաց։ Բայց ինչպես նշեցիք, արդեն կա որոշակի ծրագիր կամ օրացույց տարեկան կտրվածքով, երբ մենք այս դասընթացի օրերին եւ թեմաներին համարժեք իրականացնում ենք կազմակերպչական աշխատանքները։ Ես ուզում եմ հատկապես ընդգծել, որ այս դասընթացի շնորհիվ մենք փաստորեն եւ Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ կարողանում ենք Հայաստան բերել, Հայաստան հրավիրել ոլորտի լավագույն մասնագետներին, ոչ միայն ֆրանսիացի, այլ նաև տարբեր երկրներում, օրինակ ասենք, այս տարի մենք հյուրընկալել ենք բրիտանական թանգարանից, Լուվրից եւ այլ ուրեմն ոլորտներից մասնագետներ, որոնք պարզապես աշխատում են մեր մասնագետների հետ։ Մենք ապահովում ենք համաժամանակյա թարգմանությունը, մենք ապահովում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք հնարավորինս այս գիտելիքներով զինել մեր մասնագետներին։ Ծրագիրը մեկնարկել է դեռևս 2022 թվականին եւ դա ասեմ, որ եղել է ընդամենը 2 տարվա ծրագիր, բայց ծրագրի արդյունքները գոհացրել են ոչ միայն հայկական կողմին, այլ նաև ֆրանսիական կողմին, որը ցանկություն է հայտնել եւս 2 տարով երկարաձգելու։ Եվ ահա այս տարի փաստացի մենք ավարտում ենք այդ երկամյա ծրագիրը եւ ֆրանսիական կողմը դարձյալ ցանկություն է հայտնել նորից 2 տարով շարունակելու։ Այդ առիթն օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտին, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանությանը, որը ամեն ջանք գործադրում է դասընթացներին պատշաճ ձևով ուրեմն արձագանքելու եւ առաջացող դժվարությունները մեզ հետ համատեղ հաղթահարելու, գիտահետազոտական մեր կենտրոնի անձնակազմին, որոնք նույնպես նվիրված աշխատում են, եւ իհարկե կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որի հովանու ներքո եւ որի աջակցմամբ ընթանում են այս դասընթացները եւ առանց այս աջակցության մենք չենք կարողանա ունենալ այս արդյունքը։ Միայն այս 2 տարվա ծրագրով, վերջին 2 տարվա մասին եմ ասում, մենք արդեն հասել ենք մոտավորապես 250 մասնակցի, որոնք այս ընթացքում վերապատրաստվել են։ Ես դեռ ասում եմ միայն թանգարանային աշխատողներին, ել չեմ խոսում, որ մենք ունենում ենք ուսանողներ, մենք ունենում ենք տարբեր ուրեմն բնակավարների ներկայացուցիչներ, որոնք նույնպես կարող են գալ եւ ներկա լինել։
Հրաշալի, գանք այլ թեմաների, պեղումների հետ կապված, մենք գիտենք, որ պեղումներ ու վերականգնման աշխատանքներ են ընթանում, օրինակ նաև Լորի Բերթում, մի քիչ կպատմեք այս մասին։ Ուրեմն գիտահետազոտական մեր կենտրոնն առհասարակ իրականացնում է հնագիտական պեղումներ, ինչպես վերականգնվող հուշարձանների տարածքներում, այնպես էլ նորահայտ, այնպես էլ գիտական հետազոտություններ է իրականացնում։ Նաև մեր կենտրոնը իրականացնում է հուշարձանների վերականգնման նախագծեր։ Այսինքն, օրինակ այսօր մեր նախագծերով են հենց վերականգնվում Լորի Բերթ, ուրեմն արգելոցի համակառույցը թույլ տվեք ասել, որտեղ եւ պարիսպները եւ ներսում ուրեմն շինությունները ամբողջությամբ այս բային մեր նախագծով են վերականգնվում։ Սրվեղի վանական համալիրն է այս բային մեր նախագծով վերականգնվում, ուրեմն Ամրակիցի ռուսական եկեղեցին այս բային մեր նախագծով վերականգնվում։ Այո, էլի մասնավորապես Ստեփանավանում այս երկուսը, բայց մենք ունենք նաև գրեթե 1 տասնյակի հասնող այլ ծրագրեր, այդ թվում նաև միջազգային ծրագրեր։ Լորի Բերթին, քանի որ դուք հարցը Լորի Բերթով նշեցիք, Լորի Բերթում ուրեմն իսկապես մասշտաբային աշխատանքներ են իրականացնում, 23 թվականից սկսած մեծ ծավալի աշխատանքներ են այնտեղ իրականացրել, պեղման մասնավորապես։ Իհարկե ավելի վաղ նույնպես գիտահետազոտական մեր կենտրոնը պեղումներ իրականացրել է, բայց այս անգամ հնարավորություն տրվեց փաստորեն ամբողջական այդ հուշարձանախմբի վերականգնման նախագիծ կազմելու։ Իսկ վերականգնման նախագծի համար պետք է հնագիտական հետազոտություն արվի, բացահայտվեն շերտերը, որոնք ենթակա են պահպանության։ Եվ այդ ուղղությամբ արդեն 2-3 տարի է մենք աշխատում ենք եւ ամբողջ աշխատանքն իրականացնում է պատվիրատուն աշխատանքների կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է եւ ասեմ որ շատ արդյունավետ այս պահին աշխատանք է գնում, պարզապես Լորի Բերթը մի շատ հետաքրքիր հուշարձան է։ Յուրաքանչյուր տարի մենք այստեղ ունենում ենք մի բացառիկ գտածո, որը էապես փոխում է մեր հաջորդ տարվա պլանները, հաջորդ տարվա ծրագրերը։ Միայն այս պահին ես ասեմ, որ մենք ունենք ընթացիկ ցուցադրություն Լորի Բերթին նվիրված, մենք Վանաձորի Լորի Փամբակի երկրագիտական թանգարանում այս պահին ցուցադրում ենք Լորի Բերթից գտնված հատկանշական որոշ իրեր, որը սկզբնապես մի քանի ամսվա համար է նախատեսված, բայց հետո երկարացրինք եւ գրեթե մինչեւ տարեվերջ կգնա։ Ամեն անգամ մի նոր բան բացահայտում է։ Այո, եւ այս տարի պեղումները ընդամենը 2 օր առաջ են ավարտվել նոր պեղումները եւ մենք փաստորեն բացել ենք մինչ այդ մեզ անհայտ մի շերտ ըստ էության որը եւս ուսումնասիրման կարիք Պարսպի մուտքի գլխավոր մուտքի դիմաց մենք բացել ենք նաեւ ճանապարհ, որը սալահատակ է եւ այս ուղղությամբ մենք ընդհանրապես չէինք սպասում այս գտածոյին, մենք պարզապես այլ աշխատանքների շրջանակում այդտեղ որոշակի փոսորակ էինք անում, որպեսզի շինարարական տեխնիկան հնարավորություն նրան անցնելու եւ հենց այդ փոսորակի բացման ժամանակ բացվեց նորից ճանապարհ, որը անշուշտ հաջորդ տարի պիտի նորից շարունակվի եւ այսպես հնագիտությունը այսպես է։ Այք առաջարկեմ խոսենք նաև այն 5 քաղաքի մասին, որը Աջափնյակ համայնքում է հայտնաբերվել ու վերջին շրջանում իհարկե բավականին քննարկվեց, այնտեղ եւս աշխատանքներ են կատարվում, հա, ձեր կենտրոնի կողմից։ Թույլ տվեք ուղղակի ճշտել, ոչ թե 5 քաղաք, այլ ակադեմիական քաղաք։ 5 քաղաք ենք անվանում։ Շատ լավ։ Ուրեմն տեսեք, գիտենք, որ կառավարությունը ծրագիր է իրականացնում այս պայմանությամբ ակադեմիական քաղաքի հատակագծման, նաև հետագայում որոշակի աշխատանքներ իրականացնելու եւ այն տարածքում, որտեղ փաստորեն մենք կառավարությունը պլանանում է որոշակի աշխատանքներ անել, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված են մի քանի հուշարձան։ Դրանցից են, ահա, ձեր ասած հին բնակատեղին, դրանցից են նաև մի 1-2 դամբարանադաշտեր եւ բնականաբար մինչեւ այդ հատվածը որոշակի աշխատանքներ այո իրականացվեն, այդ թվում նաև նախագծման պետք է պարտադիր տարածքում իրականացվեն հնագիտական հետազոտություններ։ Եվ ահա ընդամենը 1 շաբաթ առաջ այս տարածքում մեկնարկել են հնագիտական նաև ինչ որ առումով հետախուզական պեղումներ, բարձելու արկա հուշարձանները եւ հետագայում նաև դրանց ուղղությամբ որոշակի քաղաքականություն մշակելու համար։ Շատ շնորհակալություն ձեզ, իրական շատ կարևոր գործ եք կատարում եւ ուրախ ենք, որ մեր երկրում կան նմանատիպ թե ծրագրեր, թե դասընթացներ, թե պեղումներ, որոնք հայտնաբերում են նոր ու շատ կարևոր ու իմաստալից ու մեզ համար պատմամշակութային ժառանգության մեջ իր տեղը գտնվող նորություններով եւ մեզ մնում է միայն ցանկանալ շարունակականություն, մենք էլ իմանանք այս նորությունների մասին եւ սիրով լուսաբանենք մեր եթերում, իսկապես շատ լավ գործ եք անում։ Շնորհակալություն հրավերի համար եւ բոլորին մաղթում եմ բարի եւ հաճելի օր։
Ես էլ ձեզ բոլորիդ մաղթում եմ հաջողություններ, իհարկե մշակութային արժեքները կարևոր են, որովհետև դրանք վկայում են մեր լինելիության մասին ի վերջո, եթե դրանք չլինեն, պատմությունն էլ չի լինի ի վերջո վկայում։ Անշուշտ ես հիշեցնեմ, որ մեր հյուրներ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, զրուցեցինք մի քանի թեմայի մասին, ձեզ անչափ շնորհակալ ենք, լավ օր ենք մաղթում, թող ձեր օրը լինի բարի եւ բացահայտումներով լինի։ Շնորհակալություն։ Դե ինչ, սիրելի հեռուստատիտողներ, այսպիսին էր այսօրվա եթերը, շատ կարևոր թեմայի մասին զրուցեցինք, իսկապես կարևոր է, որպեսզի մեր պատմամշակութային արժեքները լինեն պահպանված։ Իհարկե, ինչպես նաև ուշադրության ներքո պետության եւ մեր հասարակության եւս, որտեղ դրանք խնայողաբար իհարկե վերաբերվելը դրանց վկայելու են, լուր վկայելու են մեր երկրի, մեր ժողովրդի պատմության մասին։ Այսօրվա համար այսքանը, մնացեք բարով, թող ձեր օրը լինի բարի։ Լավ օր բոլորիդ։